հանրային միջոցառում արարողությունը խթանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի կամ կազմակերպության բնականոն աշխատանքի ոչնչացնելով։ Մեր պնդմամբ ամառական ծանրը խախտելով արտահայտությունը տեղ է գտնում հանցակազմի երրորդ խմբելեմենտի մեջ եւ դա պայմանավորված է նրանով, որ դրանից հետո անմիջապես նշվում է կամ նույն եղանակներով արտահայտություն։ Մենք հետիկա էլ չթողել ներշտանալու։ Կամ նախապես գանը նստեն, կամ ծանոթան ներշտուր չգինեն, կներեք շոր։ Եթե օրենսդրի կամքը լիներ այն, որ անդորը խախտելի դիտարկվեր որպես ինչպես հանրային մեղադրողներ նշում խուլիգանության հանցակազմի իրականացման եղանակներից մեջ է մեկը, այնտեղ կգտներ ավելի վերին հատվածներում եւ տեքստի ավելի սկզբնական մասում կլիներ եւ դրանից հետո չլինի կամ նույն եղանակներով այն մեկնաբանությունը, որի համաձայն ավելի բարենպաստ նորմ է կիրառվում ֆիզիկական անձի նկատմամբ։ Սա այս մասը։ Եվ շարունակելով արդեն պարոն Մելիքյանի խոսքը, ուրեմն մեր հաջորդ պնդումը այն է, որ որպես քաղաքական խոսք Նարեկ Սամսոնյանի խոսքն ունի պաշտպանության ավելի բարձր մակարդակ եւ մեղադրանքի կողմին չի հաջողվել հիմնավորել, որ հակակշիռ իրավաչափ շահերը տվյալ պարագայում ունեն գերակայություն խոսքի ազատության նկատմամբ։ Այս առումով վարկ է անդրադառնալ ռասիզմի եւ անհանրության եվրոպական հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 8-ից ընդհանուր քաղաքական հանձնարարականի, որի համաձայն ազատ արտահայտվելու իրավունքը շատ կարևոր է ժողովրդավարական գործընթացների համար ու քաղաքացիները պետք է ազատ լինեն առանց հետապնդման ենթարկվելու վախի, արտահայտեն իրենց քաղաքական տեսակետները։ Ըստ վկայակոչված հանձնարարականի կոնվենցիայի 10-րդ հոդվածով առավել պես պաշտպանված խոսքի տեսակը հենց քաղաքական խոսքն է, քաղաքական իրադարձությունների մասին հանրային դիսկուրսը եւ հանրային բաց բանավեճը։ Դա ժողովրդավարության պահանջն է, քաղաքական իրադարձությունների մասին խոսքը պետք է առավել պես պաշտպանված լինի արտահայտման ազատության իրավունքով, քանի որ քաղաքական իրադարձությունների մասին ինֆորմացիայի ազատ հոսքը անհրաժեշտ է ժողովրդավարական համակարգի կայացման համար։ Հետևաբար, քաղաքական խոսքի համատեքստում ասված վիրավորական, ցնցող եւ անհանգստություն պատճառող խոսքը չի կարող արգելվել եւ դրա համար պատասխանատվություն սահմանվել, եթե ատելության, անհանդուրժողականություն եւ բռնությունը հրավիրող խոսք առկա չէ, այլ առկա է վիրավորող, ցնցող եւ անգամ սադրող խոսք։ Խնդրում ենք այս համատեքստում այս նշվածի առումով դիտարկել ԿԻՎ կոտորակ 0323, կոտորակ 0121 թվականով օրինական ուժի մեջ մտած 0406-2021 թվականի դատավճիռ։ Մեր հաջորդ պնդումն այն է, որ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը կրում է խտրական բնույթ։ Ինչու՞, որովհետև ուսումնասիրելով հասանելի աղբյուրները մեզ չի հաջողվել գտնել նույնանման հանգամանքներով խուլիգանության հանցակազմի արկայությամբ հարուցված քրեական որևէ գործ, որ արկա լինի նույնանման հանգամանքներ։ Մինչդեռ հրապարակային իրույթում բազմաթիվ են հայհոյանքներով դրսևորված հրապարակումները։ Այս առումով մենք գործ ունենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միելի 7-րդ հոդվածի ներքո հստակ բանաձևված նախադեպային իրավունքի հանկարծակի եւ անկանխատեսելի փոփոխության հետ։ Այս համատեքստում խնդրում եմ դիտարկել Ֆերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով մեծ պալատի 15/10/2015 թվականի վճռի 138-րդ եւ եվրոպական դատարանը հստակորեն արգելում է դա քրեական օրենսգիրքի կանխատեսելիության չափանիշների ներքո։ Հաշվի առնելով վեր նշվածը, պատվարժանատարը խնդրում եմ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ